Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր կխոսենք պրոտոնային պոմպի ինհիբիտորների մասին, օմեպրազոլի շարքի պրեպարատների մասին։ Որոշ մարդիկ վախենում են երկարատև պրոտոնային պոմպի ինհիբիտորների կիրառումից։ Այսօր կքննարկենք արդյոք արդարացված են նրանց վախերը։ Պրոտոնային պոմպի ինհիբիտորները դրանք պրեպարատներ են, որոնք ընկճում են ստամոքսի թթվայնությունը եւ կիրառվում են այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են գաստրիտը, խոցային հիվանդությունը, ֆունկցիոնալ դիսպեպսիան, նշանակվում են այրոցի ժամանակ եւ այլն։ Դրանք են օմեպրազոլ, էզոմեպրազոլ, պանտոպրազոլ եւ այլն։ Ինչու են օգնում պրոտոնային պոմպի ինհիբիտորները։ Ստամոքսում սովորաբար թթու միջավայր է, որը առողջ օրգանիզմի համար լիովին անվտանգ է հանդիսանում։ Սակայն երբ ստամոքսը ախտահարվում է հելիկոբակտերային վարակով կամ ստամոքսի լորձաթաղանթի վրա կա ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ագրեսիվ ազդեցություն, առաջանում է վնասում լորձաթաղանթի տարբեր բորբոքումների, էրոզիաների, խոցերի տեսքով։ Եվ պրոտոնային պոմպի ինհիբիտորները այն պրեպարատներն են, որոնք իջեցնում են թթվայնությունը եւ ժամանակ են տալիս ստամոքսի լորձաթաղանթին վերականգնվելու համար։ Որոշ մարդիկ հրաժարվում են պրոտոնային պոմպի ինհիբիտորների երկարատև կիրառումից, վախենալով նրանց կողմնակի ազդեցություններից։ Հիմա հասկանանք արդյոք արդարացված են նման վախերը։ Առաջին կողմնակի էֆեկտը պրոտոնային պոմպի ինհիբիտորից կարող է դիտվել սրտխառնոց, ցավեր, փքվածություն եւ այլն։ Սա ինդիվիդուալ ռեակցիա է, որը կարող է լինել ցանկացած պրեպարատի կիրառումից հետո։ Եվ եթե նման գանգատները չեն անցնում, ապա պետք է քննարկել բժշկի հետ, միգուցե մի խումբը պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կարելի է փոխարինել մեկ այլ խմբով։ Մյուս կողմնակի ազդեցությունը ալերգիկ ռեակցիաների առաջացումն է։ Ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ ցանկացած պրեպարատի կիրառումից։ Նման պարագայում կամ նորից փոխվում է պրեպարատը, կամ կարող են անցնել H2 բլոկատորների կիրառման։ Մյուս վարկածը, երբ ասվում է, որ պրոտոնային պոմպի ինհիբիտոր կիրառելուց հետո դժվար է դրանցից հրաժարվելը, այսինքն հնարավոր չէ լինում ապրել արդեն առանց օմեպրազոլի շարքի դեղորայքի։ Այո, դիտվում է նման երևույթ օմեպրազոլի շարքի պրեպարատները կտրուկ հանելուց հետո, սա կոչվում է ռիկոշետի սինդրոմ, բայց եթե մենք պրեպարատը հանենք աստիճանաբար, դոզան պակասացնելով, նման երևույթի չենք հանդիպի։ Մյուս կողմնակի երևույթը պրոտոնային պոմպի ինհիբիտորը կարող է խախտել միկրոֆլորան։ Երբեմն թթվայնության ցածր լինելու պարագայում, այո, ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում բակտերիաների բազմացման համար։ Այս վիճակը կոչվում է բակտերիաների հավելյալ աճ եւ հիանալի ձևով բուժվում է հատուկ դեղորայքի միջոցով։ Սա բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է եւ նորից պատճառ չէ պրոտոնային պոմպի ինհիբիտոր չկիրառելու։ Մյուս կողմնակի երևույթը պրոտոնային պոմպի ինհիբիտորը կարող է ազդել երկաթի բետա-2-ի կալցիումի ներծծման վրա։ Այո, սովորաբար երկարատև թթվության իջեցման պայմաններում ավելի դժվար են ներծծվում նշված միկրոէլեմենտները, վիտամինները, սակայն խոսքը գնում է երկար տարիներ կիրառման մասին։ Եթե պրեպարատը կիրառվում է 1 ամիս կամ 2 ամիս, ապա նշված կողմնակի երևույթի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Հաշվի առնելով այս կողմնակի երևույթները, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ չկիրառելը նույնպես լի է բավականին ռիսկերով։ Օրինակ, եթե ձեզ մոտ առկա է հելիկոբակտերային վարակ, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ նշանակվում է թթվության իջեցման նպատակով, քանի որ ցածր թթվության պայմաններում հակաբիոտիկներն ավելի էֆեկտիվ են ազդում։ Այդ պատճառով պրոտոնային պոմպի ինհիբիտորներ նշանակվում են նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե թթվությունը ցածր է լինում ստամոքսում։ Մյուս տարբերակը, երբ առկա է լինում գաստրոէզոֆագեալ ռեֆլուքսային հիվանդություն եւ դիտվում է ստամոքսահյութի հետ հոսք դեպի կերակրափող, նույնիսկ նման պարագայում պրոտոնային պոմպի ինհիբիտոր չկիրառելու դեպքում մեծանում է ռիսկը կերակրափողի լորձաթաղանթի վնասման, էրոզիաների առաջացման, հետագա նախաքասկեղային պրոցեսների առաջացման վտանգով։ Իրականում պրոտոնային պոմպի ինհիբիտորներն ունեն կողմնակի ազդեցություններ, բայց նրանց մասին վախերը չափազանցված են։ Գաստրիտը կամ խոցը կարող է վնասել առավել։ Այդ պատճառով, եթե բժիշկը ձեզ նշանակել է պրոտոնային պոմպի ինհիբիտոր, ապա պետք չէ վախենալ,
նրանց կիրառելուց։ Առողջ եղեք եւ իրազեկված։ Իսկ ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Չմոռանաք բաժանորդագրվել Dr. Srum-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։